Հաջորդ հարցս վերաբերվում է այն հարցին, որ ես երկու ավագ նիստի ժամանակ բարձրացրել եմ նախորդ եւ անցած եւ դրանից առաջվա նիստի ժամանակ, դա նորաշեն թաղամասի շենքերի այդ արտաքին պատերին է վերաբերվում, 16 թաղամասի։ Ուրեմն դրա մասով ես գրություն եմ ուղարկել ու ինձ պատասխանել են, որ Տիգրան Ավինյանի գրասենյակից պատասխանել են, որ ուրեմն Արմեն Փամբուկյանի եւ Խաչակնյակ վարչական շրջանի հետ բանա ստեղծվելու, խումբ ստեղծվելու, որը զբաղվել է այդ շենքերի պատերով կամ պատերի վերանորոգմամբ։ Ներ պատերի համսարիկները պետք է վերանորոգվի կամ ամրացվի եւ այդ միջպանելային հատվածը։ Հիմա այս բյուջեում նայել եմ, այդ մասին տող չկա։ Ինչ ասա ճակատագիրը լինելու։ Այդ մասով հիմա դժվարանամ ինչ-որ բան ասեմ, չգիտեմ քննարկման արդյունքը, կարող է եւ բյուջեի չկա որովհետեւ հայ բնականաբար չեն ներկայացել, կարող է սպային հաշվարկների փուլում գտնվում, որևիցե ֆինանսական գնահատական պետք է ունենան նախնական, կարող է ինչ-որ խոշորացված հաշվարկ, կարող է այդ մասով հիմա ինչ-որ քննարկումների արդյունք ունենան ելակել, այդ ցուցանիշը կտան, մենք արդեն ճշտված բյուջեի ժամանակ կնախատեսենք Իրականում շենքերին կա գումար տրված 69-71 կետերով, բազմաբնակարան շենքերին 670 միլիոն կա տրված, 446 միլիոն, բայց այդ մասով գումար չի հասկացվել ու սա շատ վատ է, էլի, որ երկու անգամ հարց են բարձրացրել։ Խնդիրը հետևյալն է, քանի չունեն ելակետային դրա, կարող է քննարկում, կարող է սպանի չափագրումները որոշակի իրականություն վարչաշրջանի կողմից, որ 40 մետր միավորիք ունեն, հիմա ձեր ասած նայում են որտեղ ինչքան խարատապում կա, ինչքան ներբան աշխատանքներ կամ այլ աշխատանքներ իրականացնել, պետք է ունենան ֆինանսական գնահատական, որ կարողանան նախատեսել, այն ասածս, որ մոտավոր խոշորացված գումարի հաշվարկ կա, որ նախատեսենք բյուջեն ու դնենք մրցույթ, թե ինչ ստացվում մրցույթի արդյունքում։ Շատ լավ, շատ բարի, բայց եթե հիմա այս բյուջեն մենք ընդունում ենք գդիցուկ, ասենք 24-ին, ամսի 24-ին ընդունվեց, ու իրանք հաշվարկեցին, պատասխանը ունեցան փետրվարին։ Այդ ոնց են տեղավորելու։ Մարտ ամսին մենք տալիս ենք բյուջեի ճշտը, տարվա ազատ մնացորդի վերաբաշխում ենք անում, այդ ժամանակ, եթե այդ ընթացքում ունենան, այդ ընթացքում արդեն մարտի հավաքանու նիստով ճշտման ժամանակ բյուջեի կնախատեսենք։ Եթե տեղի կունենա դրանից հետո, ապա արտատնտեսումների հաշվի ժամանակ երկրորդ հաշվարկը ունենան, այդ ժամանակ քննարկենք կնախատեսենք։ Շատ լավ։ Եվ 56-րդ կետը, ուրեմն ջրահեռացման նպատակներով այդ հատկացվել է 62 միլիոն դրամ։ Ներողություն ինչի։ Ջրահեռացման։ Կոյուղատարերի ջրահեռացման վերանորոգման համար հատկացվել է 62 միլիոն դրամ։ Հիմա ստե տարօրինակ ինչումն է, 23 թվականին այս գումարը եղել է միլիարդ 600 միլիոն։ 24 թվականին եղել է միլիարդ 800 միլիոն։ Ինչի համար ասենց մեծ տարբերություն մենք այս տարի ճիշտ է խոշոր գումար ծախսել ենք, բայց հաշվարկում դա համայնքի պարտավորությունը չի, մենք ակնկալում ենք, որ պետական բյուջեից մեզ նման ծրագրերի համար գումարներ կտան, որը ինչ պատճառներով չտվեցին պետական բյուջեից ու քանի որ դա մեր պարտադիր պարտականությունների մեջ չի մտնում, մենք որոշակի կարող է 62 միլիոնը հիմա անգամ չեն հիշում, կարող է որոշակի մի քանի վերատապ խնդիր եղել այդ մասով նախատեսել։ Շատ վատ է, պարոն Ալեշյանի, ասեմ ինչի համար, որովհետև միլիարդ 800 միլիոնի ժամանակ, որ այդքան հատկացում է եղել։ Մենք այս տարի ունեցել ենք շատ վատ տարի անձրևի համար եմ ասում։ Բան, հեղեղատարի կոյուղալ գծեր, դրա մասին է խոսքը։ Կոյուղագիծը ուրիշ է, անձրևաջրերի ջրահեղացման կամակարգի իրարից տարբեր են, բայց ինչևից է, դա երկուսներ համայնքի պարտադիր։ Հիմա ավելի վատ որ կներեք շատ կներեք որ ընդհատում եմ, ավելի վատ որ հեղեղատարների համար ընդհանրապես գումար չի հատկացվել։ Այսինքն այսօր Երևան քաղաքում հեղեղատարները լցված են կեղտով, աղբով, փոշիով, չգիտեմ, ծառերով, ճղներով ու դրա պատճառով էլ ամբողջ քաղաքը ամբողջ տարին հեղեղվում է անձրևաջրերով կամ անձրևի ժամանակ դառնում է լճեր, քաղաքի փողոցները ու այս բյուջեով գումար չի հատկացվել այդ բաները մաքրելու։ Եթե չեմ սխալվում, այդ մասով մենք բանալություններ անդանում գեոլոջիի հետ, որը իրանց հետ պայմանագրային պարտավորությունն է, բայց քննարկման արդյունքներից կամ որևիցե փուլից կամ process-ից չեն կարող։ Բա ոնց անենք, որ իրանք պայմանագրային պարտավորությունները չեն կատարում, քաղաքն համայնքի յուրություն չի, որ իրանք պայմանագրային
պարտավորությունները չկատարել, Չենք է պարտադրում իրան, չենք է կարող պարտադրել։ Չենք կարող, մենք հարցը բարձրացնում ենք, բայց որ մեր պարտականության մեջ է մտնում, որ դրանք մենք պետք է անենք, կոնկրետ գույողագծերի մասն եմ ասում, դա համայնքի պարտականություններում չի։ Ու տես թողենք, որ երևանցին իր մեքենաներով տենց կամ ոտքերով առաջարկում ենք, քննարկում ենք, փորձում ենք հարցերը լուծում տալ։ Խոսքը զուտ որ ասենք բյուջեում չկա, այդ մասով։ Հա։ Այսքանը ոնց որ։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, համոզում։ Այսքանը։